Լյովի վերքը փոխում գնանք աղջիկների հետևից։ Արս։ Ինչ է։ Լյովին բռնել է, պոլիսն է եկել։ Արի գնացինք։ Սպասի, ուր ես գնում։ Ոնց որ, բա ինչ անենք, նստենք սպասենք։ Բայց ոչ միտեղ հիմա չենք կարող գնանք։ Լյովը լավ գիտի ինչ պիտի անի։ Մի քիչ սառը դատ է, էլի։ Ոնց սառը դատ եմ, Արս։ Բա որ Լյովը վատացած եղավ, բա որ վերքը տեսած եմ։ Պայմանավորվել ենք, չէ՞, բոլորս լավ գիտենք ինչ պիտի անենք։ Արի սպասենք, տենանք ինչ ալնում։ Չէ, Լյովը շուտ արխային ընկավ։ Դե վատ է, էլի որ ժամանակի շուտ արխային ընկավ։ Բայց հիմա հանգիստ կանանք լենք, որտեվ Լյովը գիտի ինչ պիտի անի, այդքան բան։ Նա դե լոյերին զանգի, էլի համարոն ես, չէ։ Արի 24 ժամ սպասենք, եթե պետք լինի կզանգենք։ Հիմա հարցակնություն են վեկանում, Լյովը կասի ինչ որ պետք է։ Հիմա որ լոյերին վերցնենք գնանք, կիմանան որ պատրաստված ենք։ Ապրեց որ եկար։ Էվա։ Անիմացա հիվանդանոցում ես անհանգստացա։ Միասին ենք որ զանգեցիր։ Ոնց ես։ Նորմալ։ Մի երկու օր էլի երևի այստեղ կպարկեմ։ Բժիշկը այդքան ասեց, չէ։ Հա, կմնանք այնքան մինչև վստահ լինենք, որ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։ Երեխայի։ Երեխայի է սպասում ան։ Ինչ լավ է։ Ուրախ չես։ Լավ չի։ Ուրախ եմ։ Շատ ուրախ եմ։ Ես ուղղակի չգիտեի ճիշտն ասած, որ ինչ որ մեկի հետ հանդիպում ես։ Չնայած վաղուց չենք շփվել որտեղից իմանայի, բայց շատ ուրախ եմ քո համար։ Եվ կլինի այդ մասին հիմա ընդհանրապես չխոսենք։ Հա, իհարկե։ Կներես։ Ան, ես կասես ինչ է երեք եղել։ Ուղղակի քնաբեր խմեցի, որ քնեմ, դրանից վատացա։ Մի քնաբերից։ Ան, բայց ինչ պրեպարատ ես խմել։ Կարող է անհամատեղելի է աղյության ժամանակ, բժիշկդ գիտի։ Հա, նորմալ է, կարելի է։ Ուղղակի մտածում եմ, եթե վատ ես զգացել, ուրեմն ռեակցիա է տվել, այդ նշանակում է անհամատեղելի է եղել։ Կարծում եմ պետք է շատ ուշադիր լինես, մանավանդ հիմա։ Եվ հիմա դասեր կարդալու ժամանակը չի։ Այստեղ բժիշկ կա ու իրենք գիտեն ինչ են անում։ Ամեն ինչ կարգին է։ Կներես։ Ուղղակի քո համար էի անհանգստանում։ Պետք չի ինձ համար անհանգստանալ։ Ես 2 րոպեով դուրս գամ։ Ես հետ ես ինձ կոպիտ, որ զանգեցիր այս հիվանդանոցում ես մի անգամից ասեց, որ ինքն էլ է գալիս։ Որովհետև ինքը պետքա չգար։ Սոֆի հետ գարու մասին ես քեզ երեք պատմում էի։ Հա, հիշում եմ երեխու հայրը։ Էվայի հարազատ եղբայրն է։ Ու մեր մասին ոչ ոք չգիտի։ Էվան ու իր պապան էլ չգիտեն։ Հասկացա հիմա։ Լավ, ան,
Ես եթե ինչ ստեղ կլինեմ, ինչքան քեզ պետք է, օքեյ։ Ապրես։ Հայր։ Ռոբ, կարաս կասեմ հետևից։ Քո հետևից։ Ինչ ա եղել։ Դա ոչ մի բան, ուղղակի ստեղ էլ անելիք չունեմ։ Լավ է, գալիս։ Լավ։ Բայց այդ աղջիկը ոնց է։ Դե լավ չէ, էլի, դեռ հիվանդանոցում է։ Բա դու մոտը չես։ Սոֆին է մոտը։ Մենակ որ գազ խնդրում եմ չբարձրանաս վերև։ Զանգի ես կիչնեմ։ Ես կստանում եմ ոչ մեկ ոչ մի Լավ չեմ է, ստանում ոչ մի բան չի։ Ինչ շատ վտանգավոր գործի մեջ ես գցում Էդգար։ Դու ամեն ինչ իմ ասածով արա, ոչ մի խնդրեմ չես ունենում։ Էդ։ Էվա։ Ինչ ես անում ստե։ Դու ինչ ես անում։ Բարև ձեզ, լավ եք։ Արմենոջան, ինձ կներեք, գործեր ունեմ։ Գնամ հետո խոսենք։ Չես ասելու, ինչ ես անում այստեղ։ Երկար ժամանակ չէի տեսել դոկտորին, ասացի մի հատ գամ տնամ ոնց է։ Ինձ թվաց այն օրը պապային ասում էր, որ միասին գնացել եք թենիս խաղալու։ Հա, կարող է։ Բա դու երեք գիշերը ուր էիր։ Ռոբի հետ էի, պապային ասել եմ։ Դե որ պապային ասել ես, ինչ կարիք կա ինչ որ բան բացատրելու։ Իսկ քեզ հետաքրքիր չի, ես ինչ եմ անում այստեղ։ Ինչ ես անում ստեղ։ Եկել եմ Աննային տեսնեմ։ Բարձա։ Հետաքրքիր չի, ինչ Աննա։ Չեմ հավատում։ Ուրեմն Աննան, հա։ Ինչն է Աննան Էվա։ Աննայի հետ ես հանդիպում։ Բայց Աննան հղի է։ Այսինքն քո երեխան, հա։ Արդեն երևակայության գիրքն ես ընկել։ Ինչ երևակայություն, մի րոպե։ Ես էլ ասում եմ, ինչի Աննան հետս չի շփվում, սառել է իմ հանդեպ, հախնում է ինձանից, չի ուզում հետս հանդիպի, որովհետև քո հետ է սկսել հանդիպել։ Հա ինչա չենք կարա հանդիպենք իրար հետ։ Կարելի է, բայց ինչի սենց թաքուն։ Ես եմ տենց ուզել։ Իսկ երեխուներ եք թաքուն ունենալու։ Պապան արժանի չի, որ իմանա թոռա ունենալու, Էդգար։ Պապային ոչ մի բառ ես մասին։ Հետո հենց պապային պետքա առաջինը ասես։ Էվա, ես համոզված չեմ։ Ինչու՞մ։ Որ երեխա ես ունենալու դրանում համոզված չես։ Այսինքն համոզված չեմ այդ երեխան իմն է թե չէ։ Դոկտորին համոզել եմ, որ թաքուն թեստ անի։ Թաքուն։ Հա դե կարա Աննային ասեի աներ, բայց այն վիճակում չի։ Էդգար, Աննան այդ աղջիկը չի, ինքը տենց բան չէր անի։ Քեզ որ թողեմ բոլորին կվստահես, չէ՞։ Այս պատմության մեջ, եթե կարելի է ինչ-որ մեկին չվստահել, այդ դու ես, Էդգար։ Խելքդ գլուխդ հավաքի, տենց բան չանես։ Արդ, բայց կարող է դու չգաս, որ լյովը գա։ Մորգա կզանգի, չեմ ուզում ոչ դու մենակ մնաս, ոչ էլ ես։ Լավ, դե գնացինք։ Կարևորը ոնց պլանավորել ենք, տես պատմի բան չմոռանա։ Պիտի ասի, որ այդ օրը աղջկա հետ է եղել։ Գիշերն էլ ուշ ա եկել ու խմած։ Ու կասի, որ այդ աղջկա հետ հենց ընդեղ էլ ծանոթացել է։ Կգնանք ստուգեն, կտենան, որ ոնց ասելա, տենց էլ կա։ Նա զանգի Եվային, բայց հարցրա Սոֆին մնալու է, էլի թե գալու է։ Նոր խոսացի էլի արս։ Հեսա կգա տեղում կճշտենք մնացածը։ Հեռախոսիդ ուշադիր եղի մարդուց կարող է լյովը զանգի։ Լյովը չի կարա զանգի, իրան չեն թողի որ զանգի, պիտի մի քիչ համբերենք լով։ Չգիտեմ էլ ճիշտ ենք անում թե չէ։ Այս պահին մենակ կարանք համբերենք։
Գիտես չէ, անընդհատ կոկորտս չորանում է։ Անհավատս չի գալիս, որ տենց բան ես արել։ Իմ հավատն էլ չի գալիս։ Գիտես չէ, եթե արտանայի ու իմանայի, որ երախուն մի բան եղել է, ես ինձ ամբողջ կյանքում չէի ների։ Ես կարող եմ մնալ ինչքան պետք է։ Պետք չի, հանգիստ կարող ես գնալ։ Մերսի, որ եկար։ Իսկ վաղը կարամ կամ։ Չէ, հուսով եմ վաղը ինձ արդեն դուրս կգրեն։ Իսկ տուն։ Կարծում եմ դեռ շուտ է հյուրեր ընդունելու համար։ Ուզում եմ մի քիչ հանգիստ լինեմ։ Լավ, այդ դեպքում ես երևի գնամ։ Ամեն ինչ լավ է լինելու, լսում ես։ Եվ կներես ես չէի կարա քեզ ասեի։ Գիտեմ, հասկանում եմ։ Ես շատ էի ուզում, որ դու ամեն ինչ իմանայիր։ Բայց այդ կարա Իմ համար ամեն ինչ պարզ է արդեն, բայց ես քեզ շատ եմ խնդրում։ Մի խուսափի ինձանից, ես ընդհանրապես ուզում եմ օգնեմ։ Պրես։ Դե ուրեմն վաղը կզանգեմ ու կգամ, հա։ Կսպասեմ։ Ապրես, որ եկար։ Շատ լավ աղջիկա, բայց Շատ լավն է։ Սով, բայց դու տենց էլ չասացիր, ինչ գործ ունեիք իրար հետ։ Ես էլ չգիտեմ։ Իրոք չգիտեմ ինչ է կատարվում։ Արդ կարող է գնանք լյովի հետևից։ Ես էլ եմ ուզում գնանք, բայց որ գնանք կասկածի տեղի կտանք։ Դա ինչ անենք։ Այստեղ ինչ անում։ Սովավոր։ Ալո։ Ուր ես։ Ասել եմ հիվանդանոցում եմ ընկերուհուս մոտ։ Հիվանդանոցի լոքեշնն էլ ուղարկել։ Սոֆիի մարդն է, բայց ասել էր քաղաքում չի։ Եթե չես հավատում, կարաս գաստելաս։ Ու եկել եմ։ Խորեն, իրոք եկել ես։ Ուրեմն այդ կարգի չես հավատում ինձ։ Հիմա դու փորձում ես տնենց անես, որ ես ինձ վատս գամ ու գնամ, հա։ Չհավատաս։ Հենց հիմա դուրս արի, եթե հիվանդանոցում ես։ Դե եթե արդեն եկել ես, ուրեմն բարձեցի տես ում հետ եմ։ Չափդ մի անցի։ Քեզ ասեցի դուրս արի։ Խորեն, ես ընդհանրապես ուզում եմ, որ դուք ծանոթանաք։ Իսկ ես ընդամենը ուզում եմ, որ դու շուտ հենց հիմա դուրս գաս։ Քանի ես վերջնական չեմ կատակել, լսում ես։ 2 րոպե ժամանակ ես։ Գնանք։ Կարանք մի քիչ սպասենք։ Հարցը ավելի լավ է, արի գնանք։ Ինչ է։ Հիմա բան մի խոսա հետո բացատրեմ։ Դու հանգիստ գնա։ Կներեսան, ես հետո էլի կգամ։ Քեզ ասում եմ հանգիստ եղի։ Տեսնում ես, ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Համել չեմ ուզում իմ պատճառով հանկարծ վիճեք։ Անդու ընդհանրապես կապ չունես։ Քո փոխարեն ով էլ լիներ նույն բաներ անելու։ Նույնիսկ մամաս որ լիներ։ Իսկ ինձ թվում էր, որ գոնե դու երջանիկ ես։ Ես արդեն շուտվանից չգիտեմ այդ բառի նշանակությունը։ Ան ես հետո էլի կգամ, բայց խնդրում եմ հիմարություններ չանես։ Okay։ Հանգիստ գնա։ Արսեն ինչի՞ ասած անհանգիստ բան ա եղել։
Հետո կբացատրեմ լավ։ Այս տղամարդու հետ է կապված։ Հարց։ Պարտադիր էր, որ ընկերուհուս մոտ սենց անհարմար դրության մեջ ինձ դներ։ Ես հրը կպարզեմ հետո, որ սես ջիգար ես արել իր համար։ Խորեն դու քեզ կորցրել ես։ Չափդ չանցնես։ Ոստի գնում եք։ Խորեն խնդրում եմ այդ աղջիկը մենակ է։ Օհղիա։ Ոչ մեկ չունի ստեղ։ Գնամ 2 ժամից հետ կգամ, խնդրում եմ։ Թող իրա մարդը գա իրա։ Չունի մարդ, չունի։ Արդեն հասկանալի է թե հետո է։ Կարող է քո դուրն էլ գարի իր կյանքը։ Կարող է երազում ես դրա մասին, հա։ Ես խոսամ մի քիչ։ Ոստի գնում եք։ Բաց թող թերս։ Երեք բանից քեզ ենք ման գալի։ Խառն է տղեկ։ Բան չի եղել։ Կարևոր չի։ Ինչ կա։ Բան ենք իմացել։ Ասում են պոլիսները իջել են դրանց վրա։ Ինչի վրա։ Մեկը դերբին մեծ փողեր է կրվել։ Գնացել է ոսկեով փակվել է։ Հիմա դերբին մասը դի ծախում է։ Բայց դու գիտես իր անուն չի տալու։ Ոչ էլ ոսկիդ հետ կտա, իրա պարքի դիմաց ստացել է։ Ինձ ոսկի պետք չի տղեկ։ Ինձ պետք է իմանամ ով է պարտքեղը։ Այդ ինֆորմացիան մենակ դերբիի տղեկը գիտեն, բայց գիտես, վախից ոչ բանը չեն ասի։ Բա պոլիսները ոնց դուս եկան դրանց գծի վրա։ Դե ասում են դրանց ոչին շուտ վանից են նստած եղել։ Կարանք դրանցից ինչ-որ անուններ իմանանք։ Ինձ թվում է չեն ասի։ Տղեկ ինձ պետք չի, որ սրանք այս գործով ընկնեն պոլիսների ձեռքը։ Այդ հորս համար օքեյ է, իմ համար օքեյ չի։ Ես ուզում եմ այս հարցը իրեքովս լուծենք։ Արդեն չէի հավատում, որ կբռնացնեմ քեզ ու զանգերից կպատասխանես։ Բան չի եղել։ Եղել է։ Ընկերուհուս եմ կորցրել։ Էվա մի հատ ինձ բացատրի ինչա կատարվում քո կյանքում։ Ես առաջարկում եմ այսօր գործից հետո հանդիպենք խոսանք, որովհետև չգիտեմ իսկապես որը պատմեմ։ Չէ, հենց հիմա սկսի պատմել։ Լավ, ինչ պատմեմ։ Օրինակ, որ մտել էինք անծանոթ մարդկանց լողավազան գիշերով, ես ու Ռոբը։ Մի հատ նորից ու ամենասկզբից։ Okay։ Արս, դու չպետք է խառնվեիր։ Տենց ավելի վատ կլներ։ Որ ձեռը բռնեի ու տանեի, այս հարցերը կլուծվեր ու Սոֆին կպրծներ դրանից։ Սոֆին այդ գյադու օրինական կինն է։ Մի հատ ձեռը բռնելով այդ հարցը չէր լուծվի։ Հա ինչ անեմ, Ռոբ։ Եթե ամուսնացել է, ուրեմն վերջ, ամբողջ կյանքը պիտի տանջվի դրա հետ։ Այդ իրենց անձնականն է։ Դու մի խառնվի։ Ես չեմ թողի։ Սոֆին դրա հետ չի կարող ապրի։ Եթե ապրում է, ուրեմն կամ ամեն ինչ այդքան էլ վատ չի։ Կամ էլ կներես պես ձեռը տալիս։ Մտածում նոր ես խոսում։ Չեմ ուզում հիասթափվես, Արս, բայց կարող է գա ժամանակ, որ ուզենաս իրան օգնես, ինքը էլ օգնության կարիք չունենա։ Վերջապես եկավ։ Վերջապես։ Հա, լավ, ոնց ես։ Ինչ հարցի։ Տղեկ կներեք ինձ։ Ինչ ա եղել, ինչի համար։ Ուրիշ ձև չէի կարող։ 10-ին կամ երկար ժամանակով դատվում ես կամ անուններ ես տալի, բայց անունները ինձ չէր, որ ինձնից պետք է լսեին, գիտեին ձեր մասին արդեն, հենց դաժե նկարները հանին դրին դեմս, ասեցին պրոստը պետք է համաձայնվես։ Ստիպված ասեցի ձեր անունները։ Ախպեր ես կարող է գլխիդ խփել են։ Լավ էլի Արսեմի հումոր անելու ժամանակը չի։ Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ դուք գնաք երկրից, ես ինչ որ պետք է ես սաղ կանեմ։ Ձեզ ընդ պետք է լինի, ինձ էլ կպահեմ։ Մենակ չգիտեմ, հասկանաք ինձ, որտեղ ուրիշ բան չէի կարող անել։ Արա բայց ոնց կսպանեի սրանք։ Հանդել ես դու լավ։ Վախներդ բռնի։
Ինձ լավ չեք ճանաչում ախպեր, ոնց որ պայմանավորվել ենք, տենց էլ արել եմ։ Չնայած դեր անունները вообще չտվեցին, ինձ էին կասկածում։ Բա կասկածը որտեղից։ Դերբիի վրա են աշխատում։ Ինձ էլ ասում է խոսակցություններ են գնում, որ պարտք ես եղել, ոսկեով ես փագել։ Ասի ոչ պարտք եմ եղել, ոչ է փագել եմ։ Բարձա, փաստորեն ուրիշ կողմից են, հա, խորացել։ Դե այդ բան միակ բանը որ հասցրեցի անում է թութունով ամանը շուրտալն էր, որ տենակ իմանաք բռնել են էլի։ Լավ, արդեն անցած է։ Կարևորը լավ ենք բրծել։ Հա, բայց համագործակցություն էին առաջարկում։ Ասում է դերբիի մասին ինչ գիտես, իր կազինոների մասին, ասում ես, ասի դերբին մենակ գիտեմ, որ 90-ականների էժան պլիտկա է։ Դա կներեք մի հատ էլի։ Հա, կյանքս։ Հա, ոնց չենք ամուսնանում։ Կեժամից հարմար է։ Չէ, քեզ հարմար չի, ինձ դրանից հետո հարմար չի։ Չէ, կոպի գործերիդ։ Հա դե կամուսնամ ասելի մեկ է հետո։ Համբերի գոնե պատասխանի այդ աղջիկը նոր անջատի։ Այս հավես ունեմ ընկեր լսեմ թե ինչքան ստոր անպատասխանատու եւ զգացմունքների հետ խաղացող երիտասարդ եմ։ Դե դու առանց լսելու այդ ամեն ինչը լավ գիտես։ Գնանք։ Այս վերջերը շուշուտ ես գնում արհեստանոց։ Ինչ-որ նոր բան ես սարքում էլի, պա։ Հա, զբաղվում եմ։ Պետք լավ է, որ նոր բաներ ես սկսել սարքել։ Դու միշտ այդ գործը սիրել ես, չէ՞։ Հա։ Յա, Եվա ջան, ո՞նց ես։ Ես գործից ես գալիս։ Հա, պապ ջան։ Հետո գնացի հիվանդանոց։ Ծանոթներիցս մեկը հիվանդանոցում էր։ Օ, լուրջ բան չկա։ Չէ, նորմալ է։ Կարևորը դելտայում նոր ձագուկներ են ծնվել։ Այդ արդեն լավ լուր է։ Հետաքրքիր է, չէ՞։ Շուն, կատու, մարդ, ականջի։ Երեխայի լուրը միշտ ուրախալի է։ Նոր կյանքը միշտ բարի է։ Հա, ճիշտ որ։ Նոր կյանք, նոր ճակատագիր։ Ամեն մի ծնունդ իր հետ նոր պատմություն է բերում։ Ուղղակի միշտ չի, որ այդ պատմությունների սկիզբը բարի է լինում։ Այ օրինակ, ընկերուհիս կատու ունի, ձագուկներ ա ունեցել, բայց չգիտի հայրն ով է։ Այ քեզ դրամա։ Ես էլ մտածում եմ, ասում եմ, եթե ձագուկներիդ հանդեպ պատասխանատվություն չէիր կրելու, ինչ գործ ունեիր այդ խեղճ պիսոյի հետ։ Եվա ջան, ինձ թվում է չափազանցնում ես այդ կատուների սոցիալական պատասխանատվության զգացում։ Չէ, ուղղակի համեմատում եմ։ Հաստատ տղամարդիկ էլ կան, որ այդ կատուների նման անպատասխանատու են լինում, չէ՞։ Եվա ջան, չեմ հասկանում, ինչ է եղել, ինչի մասին է խոսքը։ Ոչ մի բան։ Գնամ քնեմ հոգնած եմ։ Բարի գիշեր։ Աղջիկ ջան, բարի գիշեր։ Ինչ ես տես նայում։ Դե հասկացել եմ, որ քեզ արդեն չեմ հարցնում ուր ենք գնում, որովհետև ինձ մեկ է, կարևորը քեզ տեսնում։ Շատ ուրախ եմ, որ տենց է։ Բայց ուզում ես ամեն դեպքում հարցրա ուր ենք գնում։ Հա։ Ուր ենք գնում։ Հիշում ես, որ ասում էիր մալ վոլեյբոլիստ աղջիկա մասին ֆիլմ ես նայել։ Հա, ոնց չեմ հիշում։ Փոքր ժամանակ երազում էի վոլեյբոլիստ դառնալու մասին։ Ուրեմն գնում ենք վոլեյբոլ խաղալ։ Չեմ հավատում։ Ինչ կա չհավատալու է։ Դե ես միշտ ուզեցել եմ, բայց չեմ խաղացել, որովհետև բժիշկս չի թողել։ Այսօրվանից քո բժիշկը ես եմ։ Ու ես եմ քեզ բուժումներ նշանակելու։ Ինչ բուժում։ Դե օրինակ երազանքների իրականացում։ Գիտես, որ հնդկացիները այն ժամանակ լավ խոսք ունեին, ասում էին, որ մարդիկ հիվանդանում են չիրականացված երազանքների պատճառով։ Շատ սիրուն բան են ասել։ Դե ուրեմն վստահ ինձ, ես եմ քո բժիշկը։
Գիտեի, որ իրանք են լցնել։ Մտածեցի լավ արիթ է միասին ժամանակ անցկացնելու։ Սիրելիներ։ Իմանայի Լիլիթին էլ կասեի գար, ուզում էր հետո ծանոթանար։ Վայ։ Ինձ թողած Ռոբի հետ ես ուզում ծանոթացնես այդ աղջկան։ Ինչի քո Սյուզին ինչ եղավ։ Չէիր ասում գնում ենք Զաքս։ Լավ էլի Ռոբ, Սյուզից ես իմ երբ եմ բաժանվել։ Սյուզից ընենց ենք բաժանվել, ոնց որ Արսենն ու Օվկիանոսը ասենք։ Ինչի ես ու Օվկիանոսը։ Իրականում ոչ մի կապ չկար, ուղղակի տենց դեմքիդ հետ ասոցացրի Օվկիանոսին։ Տեսա ինչ հետո որ ինչ-որ օրինակ բերելուց կնես, իմ անունը չգործածես, լավ։ Պահ։ Ոչ մի տեղ չեմ գործածի։ Պայմանավորվեցինք։ Ալո։ Կետրին ջան, այսօր չի ստացվի հանդիպելը, բայց վաղը ամբողջ օրը կտրամադրեմ քեզ։ Սպասի զանգիս, հա։ That's it։ Ինչ լավ։ Այդ որ Քեթրինն էր մեր հարևան։ Բա իհարկե։ Այս Քեթրինն էր թե։ Հա, այդ Քեթրինն է, բայց այդ Քեթրինը հայերեն հասկանում, հա։ Ռոբ ջան, լեզուն չգիտես որ կապ չունի, կարևորը ճիշտ ինտոնացիան է։ Լեովի հետ համաձայն եմ։ Ու չեմ զարմանա, որ վաղը Քեթրինը պինյուարով սպասի Լեովին։ Պինյուար բարը մեկը տատուց է, լսել Յուգոսլավսկի ինչ Կոմբինացի։ Իո, կոմբինացի։ Այո։ Էվա ջան, ինձ թվում է ճիշտ կհասկանաս, այդ մեր հին ժամանակների հումորներից է, էլի։ Սավետսկի։ Լավ, առաջարկում եմ չմոռանանք ինչ համար ենք հավաքվել։ Սիրով։ Հինա։ Նայեք ոնց եք գրում։